Սարգսյանի դաշտում։ Ինքը պետք է հասկանա, գիտակցի, եթե այդքան մտահոգ է, եթե այդքան կարևոր է, ինչպես ինքը ասում է, ինքը պետք է հասկանա, որ ինքը վնաս է տալիս իր գործողությամբ, իր ընդեղ լինելով, այդ կարգերով, որը որ իր շնորհիվ ընդեղ հաստատվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Իսկ ինչպես եք պատրաստվում կաթողիկոսին հեռացնել։ Լսեք, ես տենց բաներից ոչ պատրաստ եմ խոսել, ոչ է ցանկություն ունեմ խոսելու, հա։ Ինքը իր տեղում չի գտնվում, ինքը պետք է Դե ասում եմ, պատրաստ չեմ եւ չեմ ուզում դրա մասին խոսել։ Այդ process-ը, եթե ինքը լավ քաղաքական հոտառություն ունեցող մարդ է, կարելի ասել քաղաքական գործիչ է։ Ինքը պետք է գիտակցի, որ այս process-ը, որը որ սկսել է, չի կանգնելու։ Մարդ պետք է կույր լինի, որ չհասկանա, որ այս process-ը, որը որ այլևս սկսված է, չի դադարելու։ Հիմա հայկական տենց ասացված կա, դանակը ոսկորին հասնելու։ Հիմա իր նպատակը դանակը ոսկորին որ հասնի, որ ինքը նոր հասկանա, որ ինքը պետք է ինքնակամ հեռանա։ Ես կոչ եմ անում, կրկին կոչ եմ անում, շատ տենց բարեդրացական վերաբերմունք ունենալով կոչ եմ անում, կայլավ ավարտեմ, թույլ կտակ ավարտեմ, թույլ տալիս եք ավարտեմ, լռեք ուրեմն։ Թող ինքը գիտակցի, որ պետքա չբերի հասցնի այն պահին, որ արդեն ինքը ուղղակի այլընտրանք չունենա, քանի ինքը այլընտրանք ունի, կարող է ինքնուրույն այդ որոշումը կայացնել, ինքը պետք է այդ որոշումը կայացնի։ Սիմոնյանի հարց կարելի է։ Ասում եք, իր տեղում չէ, քաղաքացիներ կան եւ արձագանքներ կան, ասում են ձեր իշխանությունները իր տեղում չէ, Նիկոլ Փաշինյանը իր տեղում չէ։ Իդեալական, 6 ամիս հետո կգնան կքվեարկեն։ Դա եմ ասում, կարծիքներ կան, ասում են թող 26 թվականի ընտրությունները լինեն, այս ծրագիրը սա էլ թող ձեր ծրագրում լինի, որ Բեհարյանը պետք է ազատվի եւ եթե ժողովուրդը կաջակցի, թող լինի։ Միջև դա չի կարելի դա քաղաքականացնել։ Սա հավատքի մասին է, սա մարդու մասին է, սա քաղաքական գործընթաց չի։ Քանի որ ներողություն ձեր թիմակիցներից մեկը ժողովուրդն է որոշողը։ Լավ են անում, ասում են, լավ են անում, ասում են։ Դա ես դրա համար պայքարել եմ, մենք բոլորս դրա համար պայքարել ենք, որ ով ինչ կարծիք ունենա, բարձր կարողանա ասի եւ մտածի, որ իր կարծիքը ամենահեղինակավորն է։ Ես ուրախ եմ, որ տենց կարծիքներ կան, ընտրություններ կլինի, այն ծրագրով, որով կգնանք, մեր քաղաքացիները կքվեարկեն, կամ որևիցե մեկին, որը ավելի լավ ծրագիր կհայտարարի։ Պարագայում ժողովրդի անունից խոսելը ճիշտ է, երբ որ ասում են ժողովուրդն է որոշողը, բայց մի ժողովուրդ այսօր Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մեկ ընտրված իշխանություն, եւ քանի դեռ չկա նոր ընտրություններ, ժողովրդի անունից խոսելու է այն իշխանությունը, որը ընտրված է։ Վաղը եթե մեր սիրելի ժողովուրդը կընտրի մեկ այլ իշխանություն, իրանք կխոսեն։ Շնորհակալություն։